Իրանը վերահաստատել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է. Թեհրանն իր հարաբերությունները կարգավորում է ազգային շահերից ելնելով, եւ Հայաստանի հետ հարաբերություններն այդ առումով բացառություն չեն։ Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու ցանկության մասին, Բաղային ընդգծել է. Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա։ Մենք վճռական ենք ամրապնդելու համագործակցությունը տարբեր ոլորտներում, նշել է պաշտոնյան։ Բաղային հավելել է. Իրանը հարգում է այլ գործընկերների հետ համագործակցելու պետությունների իրավունքը, եթե դա չի վնասում Թեհրանի հետ հարաբերություններին։ Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկրների միջև բարեկամական եւ ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները։ Ջեյհուն Բայրամովն ու Մակա Բոճորիշվիլին ընդգծել են բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ կայացած ինտենսիվ այցերը նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Նախարարները գոհունակությամբ նշել են Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման հետ կապված սակագնային հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունը եւ ընդգծել այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու կարեւորությունը։ Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանն այս հարցի արագ լուծման համար։ Թուրքիայում Բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամների միջև։ Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարի 3 ոստիկան զոհվել է, 9 վիրավորվել։ Ալի Երլիքայան հավելել է, որ ոչնչացվել է 6 ահաբեկիչ, որոնք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են եղել։ Գործողությունն իրականացվել է Յալովա քաղաքից ոչ հեռու գտնվող տներից մեկում, որտեղ ենթադրաբար թաքնվել են Իսլամական պետության անդամները։ Կասկածյալները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, փոխհրաձգությունը տևել է մի քանի ժամ։ Դեպքի վայր են ուղարկվել հատուկ նշանակության ջոկատներ։ Տեղի ունեցածից հետո թուրք իրավապահները պարեկություն են սկսել Յալովայում։ Բախումների գոտում գտնվող դպրոցներում դասերը դադարեցվել են, քաղաքացիական անձանց արգելվել է մուտք գործել գործողության գոտի։ Նախորդ շաբաթ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր Իսլամական պետության 115 ենթադրյալ անդամի։ Ըստ իրավապահների, նրանք պլանավորում էին հարձակումներ իրականացնել երկրում Սուրբ Ծննդյան եւ Ամանորյա տոնակատարությունների ժամանակ, մասնավորապես ոչ մուսուլմանների դեմ։ Թայլանդի եւ Կամբոջայի արտգործնախարարները Չինաստանի Յուիսի քաղաքում եռակողմ հանդիպում են անցկացրել երկրի արտգործնախարար Վան Իի հետ։ Կողմերը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի Կամբոջան եւ Թայլանդը պատրաստ են աստիճանաբար ամրապնդել հրադադարը, վերականգնել փոխադարձ շփումները, վերակառուցել քաղաքական փոխվստահությունը եւ պահպանել տարածաշրջանային խաղաղությունը։ Այս հանդիպման ֆոնին Թայլանդի բանակը Կամբոջային մեղադրել է հրադադարի համաձայնությունը խախտելու համար, նշելով, որ գիշերն ավելի քան 250 անօթաչուներ են հայտնաբերվել, որոնք թռչում էին Կամբոջայի կողմից։ Թայլանդի բանակը դա որակել է սադրանք եւ լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների խախտում, խոստանալով նման միջադեպերի շարունակման դեպքում համապատասխան արձագանք տալ։ Երկու երկրների միջև հրադադարն ուժի մեջ էր մտել դեկտեմբերի 27-ին 20 օր տևած բախումներից հետո, որոնք հանգեցրել էին տասնյակ զոհերի եւ 1 միլիոն մարդու տեղահանման։ Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ, դա պատճառաբանելով երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Կղզու շուրջ տեղակայվել են ռազմանավեր, կործանիչներ եւ հրետանի։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը նշել է, այս վարժանքներն անհրաժեշտ են երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչպես նաեւ վճռական պատասխան են արտաքին ուժերի գործողություններին, որոնք փորձում են օգտագործել Թայվանը Չինաստանին զսպելու նպատակով, զինում են կղզին եւ իրավիճակը հասցնում վտանգավոր պատերազմի եզրին։ Զորավարժությունները կշարունակվեն նաև դեկտեմբերի 30-ին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր Թայվանին 11 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին, ինչը կղզուն զենքի մատակարարման ամենախոշոր փաթեթն է։ Սա դժգոհություն էր առաջացրել Չինաստանում։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ խիստ միջոցներ կձեռնարկի դրանի պատասխան։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։